Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համառոտ։ Մոլդովական սցենարի կրկնություն Հայաստանում, ինչու է ԵՄ-ն օգնում Հայաստանի իշխանությանը եւ ինչ գին է ունենալու այդ օգնությունը։ Եթե ինչ-որ մեր պետություն, ինչ-որ մի կառույց քո երկրին տալիս է ֆինանս, դա արդեն իսկ իր մեջ ենթադրում է նաև պարտավորություններ։ Հիմա այդ պարտավորությունների մասին հայկական կողմը չի բարձրացնում։ Խոստում, որը հիշում են միայն նախընտրական շրջանում, ինչ բանաձևով են հաշվարկելու թոշակների բարձրացումը։ Մշակութային վանդալիզմ Արցախում, Բաքվի տրակտորը կանգ չի առնում։ Ջրային երկիր սահմանափակ ջրով, ինչ է սպասվում մայիսից բնակիչներին ու որն է բացատրությունը։ Մայիսից Հայաստանում ջուրը դառնում է ժամով հասանելի ծառայություն։ Veolia ջուրը ընկերությունը մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ն ամբողջ հանրապետությունում գիշերներն անջատելու է ջրամատակարարումը։ Ըստ հրապարակված ցուցակի մայրաքաղաքում ջուր չի լինի կեսգիշերից առավոտյան 7-ը, իսկ մարզերում ջուր կունենաք ընդամենը 4-ից 6 ժամով։ Օրինակ, Շենգավիթ վարչական շրջանի մի քանի հարցերում կգործի ջրամատակարարման 6-ժամյա գրաֆիկ՝ 3 ժամ առավոտյան, 3 ժամ երեկոյան։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ այս նոր փոփոխությունների համար որևէ հստակ բացատրություն չկա։ Խոսեմ օրինակով։ Իմ աշխատանքային օրն սկսվում է առավոտյան 9:30-ին, ավարտվում 18:30-ին։ Ստացվում է, որ այն ժամերին, երբ ջրամատակարարումը միացված կլինի, ես տանը չեմ լինի, իսկ երբ ես հասնեմ տուն, այլևս ջուր չի լինի։ Ինչպես պետք է աշխատող մարդը կազմակերպի իր օրը, որողակից է գալիս բաց թողումը, ռեպորտաժում։ Երևանում ու մարզերում հազարավոր ընտանիքներ ստիպված կլինեն ջուր հավաքել հաջորդ օրվա համար։ Հայաստանի մի շարք համայնքներ մայիսից մինչև սեպտեմբեր, որոշներն էլ արդեն մշտական, ստիպված են հարմարվել ջրամատակարարման նոր գրաֆիկին։ Ջուր կլինի ընդամենը 4-ից 6 ժամով։ Նոր Խարբերդն այդ համայնքներից մեկն է, սակայն գյուղացիների համար սա նորություն չէ։ Մոտավորապես 10-15 տարի է, առավոտյան 2 ժամ, երեկոյան 2 ժամ։ Միշտ այդպես է եղել, մինչև նույն գրաֆիկը գնում է, որևէ ջրապահ չկա։ Դա բոլորը ըստ դրա տունը կառուցել ենք, այսինքն տակը բակեր է դրած, այդ 2 ժամը գալիս է լցվում այդ բակերը, հետո ամբողջ օրը դա թանուր բան ենք անում։ Մենք այդպես ենք օգտագործում, համարյա սաղ հարևանությունն էլ 40-90% սաղ բակ են դրել։ Ես որ ջերմոց ունեմ, ջերմոցի համար տնից շլանգով միացնում, տանում եմ, ջրում։ Ինքը ավտոմատ 4 անգամ, 5 անգամ այդ ավտոմատից եմ փոխել, 2-3 անգամ էլ մատոր եմ փոխել։ Ոչ մեկ առհասարակ, եթե դուք նկատեք, այգիները էսա, բոլորի տանդիմացը հող կա, ոչ մեկ ոչ իման չի մշակում։ Անիմաստ են էլի համարում, եթե պիտի դնեն մի 2-3 ամսով ջուր չլինի իմաստավորն է, ասենք ծախսեն անում, հայաթը ինչ-որ բույս են տնկում ու հասարակ ծառները չորանում, այստեղ մի 90%-ն է սենց խմելու ջրով, ստեղից, ընտեղից, մարդիկ կան, որ ասենք այս արվից կարող վեդրոնով տանեմ բույսը ջրեն, այնքան որ չչորնա։ Հանրապետության բնակավայրերում ջրամատակարարումը Veolia-ի սահմանած գրաֆիկով ամռան ամիսներին տատանվում է 4-ից 17 ժամի միջև։ Veolia ջուրը պարզաբանում է, թե նման գրաֆիկը սպառողների թվի ավելացման պատճառով է։ Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին տարվա ընթացքում ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության, հիմնականում ամռան ամիսներին։ Ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից եւ կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից։ Եթե Veolia-ի համար խնդիրը սպառողների թիվն է, վարչապետ Փաշինյանը Հայաստանում ջրային ոլորտի այլ խնդիր է տեսնում։ Ջրի, կոնկրետ ջրի գինը թեր գնահատված է եւ բացարձակապես ամբողջ գյուղատնտեսությունը աշխատում է վնասաբեր ոլորտը, բացի ինտենսիվ գյուղատնտեսության եւ ինտենսիվ անասնապահության։ Փորձագետը պնդում է, Հայաստանը ջրային ռեսուրսների խնդիր չունի, մեր հիմնական խնդիրը ռեսուրսների կառավարումն է։ Ռոպանջուը որոշակի խնդիրներ ունի, պակասի, դրանով այս պայմանավորված սեմանալեջում թույլատրվող քանակից սովորաբար ավելի շատ բաց թողումները հանրային դաշտում ռոպանջերի պակասով։
Կարեն Վրթանեսյանն էլ պատահական չի համարում տեղումն առած ձմռանից հետո նման մասշտաբի ջրանջատումները։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանը բացահայտել էր, որ մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից եւ Հայաստանից հիդրոլոգների եւ ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա։ Ըստ փորձագետների 24-ժամյա ջրից 4-ից 6 ժամի անցումը ոչ միայն անհարմարություն է, այլև ցույց է տալիս Հայաստանի ջրային ոլորտի կառավարման իրական վիճակը։ Եվ մինչ կառավարությունն ու Veolia ջուրը խոսում են ծրագրերի եւ թվերի մասին, հազարավոր մարդիկ ստիպված են ապրել սահմանափակ ռեսուրսների պայմաններում, հարմարվելով ամենօրյա անհարմարություններին։ Սերակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Այս թեմայով հրատապասուլիսը հրավիրել ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով, ինչպես ջրի, այնպես էլ էլեկտրաէներգիայի ու մյուս ոլորտերում ունենք տոտալ պարտված քաղաքականություն։ Հայաստանում ըստ նրա ամեն քաղաքացու բաժին է ընկնում տարեկան 3200 խորանարդ մետր ջուր, որն աշխարհի նորմայի կրկնակին է։ Ջուրը անհրաժեշտություն է, ջուրը ճոխություն չէ։ Եվ մենք պետք է այս հարցը կարողանանք լուծենք նորմալ կառավարման արդյունքում մեր երկրում սա պետք է հարց չլինի։ Բժշկական հաստատությունները պետք է 7 ժամ ջրից զրկված չլինեն։ Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ նախքան ջրանջատումների գրաֆիկի հրապարակումը Փաշինյանը հայտարարեց թոշակների բարձրացման մասին։ Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան 10,000 դրամով, բարձր թոշակները ավելի քիչ։ Չնայած ընդամենը մեկ ամիս առաջ Փաշինյանը համոզված էր, որ թոշակն ավելացնելը որևէ բան չի փոխելու թոշակառուների կյանքում, այսօր այլ բան է հայտարարում։ Սա խոստում է, որը Փաշինյանը սովորաբար հիշում է նախընտրական շրջանում։ Թոշակների բարձրացման մասին խոստում հնչել է նաև 2021-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն այն կատարվեց 2026-ի ընտրությունից ընդամենը 2 ամիս առաջ։ Իսկ ինչ այլ բարեփոխումներ են նախորդելու ընտրությանը, Սեդա Մակարյանն է առանձնացրել։ Կենսաթոշակների բարձրացում, առողջապահական փոփոխություններ, արցախցիների բնակարանային ծրագրեր, նույնիսկ զինվորական շքերթի հնարավոր կազմակերպում, այս ամենը ընտրության նախաշեմին։ Պատահական համընկնում, թե նախընտրական հաշվարկ։ Ընտրությունից 3 ամիս առաջ կառավարությունը հայտարարում է կենսաթոշակների բարձրացման մասին, փոխելով ամիսներ առաջ հնչեցրած գնահատականները։ Եթե 2 ամիս առաջ կառավարությունը պնդում էր, թե բյուջետային հնարավորությունները սահմանափակ են եւ թոշակների էական բարձրացում հնարավոր չէ, ապա ընտրությունից 3 ամիս առաջ այդ խոչընդոտը հանկարծ վերացել է։ Կառավարությունը հայտարարում է կենսաթոշակների բարձրացման մասին։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում, ամիսներ առաջ դրա անհնարինության մասին խոսող պաշտոնյաներն այսօր ողողել են համացանցը թոշակի բարձրացման մասին իրենց գրառումներով։ Թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառու։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Ըստ փորձագետների կառավարությունը ընտրել է թիրախային ճիշտ խումբ։ Թոշակառուները ոչ միայն սոցիալապես ամենախոցելիներն են, այլև ընտրողների ամենակազմակերպված շերտերից մեկը։ Սակայն հարցը մնում է անպատասխան, եթե հնարավոր էր բարձրացնել կենսաթոշակները, ինչու դա չէր արվում ավելի վաղ։ Այն մոդելը, որ կառավարությունը դրեց ոչ կանխիկ դրամով աշխատելու դեպքում իրենք բոնուսներ են ստանում վերադարձելիության եւ այդ գումարները նույնպես նորից մտնում են շրջանառության մեջ, այս բոլորը եւ նվազագույն զամբյուղի առումով, նվազագույն պարենային զամբյուղի առումով դրական են հնչում։ Դրական են հնչում նաեւ ընտրություններից առաջ, ինչու՞ չէ, դա էլ պետք է նշենք, այդտեղ քաղաքական կարծում եմ, որ ենթատեքստել կա, իհարկե ինքը շատ լավ փաթեթավորված է սոցիալական նպատակների շրջանակում։ Միաժամանակ փոփոխություններ են կատարվում նաև առողջապահության ոլորտում, պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի շրջանակում։ Այն կոչում են լայնածավալ բարեփոխում, թեպետ ըստ մասնագետների ծրագրի բացերն այնքան շատ են, որ միայն խճճել է այդ ոլորտը։ Մարդիկ գնում են, մտնում են բժշկի մոտ, ասում են ձրի է, գրի գնամ MRT անցնեմ, ձրի է, գրի գնամ ԿՏ անցնեմ։ Ախր չի կարելի, ոչ բնակչությունն է պատրաստ, որ այդ ամենը ցուցումով պետք է լինի։ Ոչ բուժաշխատողներն են պատրաստ, որ պետք է, այսպես ասած, համ պացիենտ բուժեն, համ պաշտպանվեն պացիենտներից։ Նախընտրական փուլում ակտիվացել է նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագիրը։ Կառավարությունը խոսում է մեխանիզմների հստակեցման եւ ֆինանսավորման ընդլայնման մասին։ Սա կարևոր քայլ է սոցիալական եւ հումանիտար տեսանկյունից, սակայն կրկին հարց է առաջանում. ինչու հենց հիմա։ Միանշանակ առաջի
զգացողությունը, որ սա միանշանակ ընտրակաշարք է, որովհետև այս ողջ հատվածում, երբ իրենք սկսել են իրենց նախընտրական քարոզարշավից, դա արդեն մոտ 1 տարի է, բնական է իրենք ուսումնասիրել են տարբեր շերտերը, հասկացել են, որտեղ ինչ պիտի անեն, որպեսզի մարդկանց էլի մանիպուլացնեն ու մոլորեցնեն։ Այս ֆոնին քննարկվում է նաև մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով զինվորական շքերթ կազմակերպելու հնարավորությունը։ Վերջին շքերթը տեղի է ունեցել 10 տարի առաջ։ Որպես կանոն շքերթներ անում են այն պետությունները, որոնք հաղթանակ են տարել, որոնք կարողացել են այդ փուլում ոչ թե ինչ-որ երկրից պարազինություն գնել, այլ իր ունեցած հնարավորություններով հաջողություն ապահովել կամ նվազագույնը զսպել տարբեր թշնամիների հնարավոր դիմակայությանը եւ այս պարագայում Հայաստանի իշխանությունների այս մոտեցումը մասնավորապես շքերթի կազմակերպման հետ կապված բացառապես կարող է ունենալ մեկ նպատակ ընտրություններին ընդառաջ սպառազինությունների գնումները ցույց տալու համար թե իրենք ամեն ինչից զատ իրականացնում են նաև զինված ուժերում գնումներ։ Սա համակարգային երկարաժամկետ քաղաքականություն է, թե նախընտրական տրամաբանությամբ պայմանավորված քայլերի փաթեթ, որը դեռ պիտի համալրվի։ Զրուցակիցներս նկատում են, բոլոր բարեփոխումները լավ է, որ արվում են, բայց հնարավոր էր անել ավելի շուտ։ Իսկ հիմա այն տեղավորվում է օրինական ընտրակաշարք ասվածի տրամաբանության մեջ։ Սեդամ Ակաջյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նախընտրական փուլում բացվել է նաև մարտի 1-ի գործի վերաբերյալ թղթապանակը։ Ձերբակալել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ նրա հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008 թվականի մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ։ Ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պաշտոնայական լիազորություններն անցնելուն դրդելու հոդվածով։ Մինչ գործող կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում ու 5 գործերի վերաբերյալ նոր մեղավորներ փնտրում, ԵՄ ուզում է օգնել Հայաստանին ընտրությանը պայքարելով ենթադրյալ հիբրիդային պատերազմի դեմ։ 2026-ի ընտրությանը հիբրիդային արագ արձագանքման խումբ է տեղակայելու Հայաստանում։ Պաշտոնական դիրքորոշումը կա, փորձը ևս։ Այս կերպ ԵՄ-ն աջակցել է Մոլդովայի իշխանությանը ընտրության ժամանակ։ Ինչու է Եվրամիությունն ուզում օգնել Հայաստանին ու ինչ գին ունի այդ օգնությունը, ռեպորտաժում։ Հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Հենց այս խումբն է, այսպես ասած, աջակցելու Հայաստանի Հանրապետությանը հունիսին սպասվող ընտրությունում։ Նպատակը արտաքին միջամտությունների, այդ թվում տեղեկատվական եւ կիբերսպառնալիքների կանխարգելումն է, եւ ինչպես նշված է հայտարարությունում, խուսափել Ռուսաստանի Դաշնության միջամտություններից։ Որպես օրինակ նշվում է Մոլդովայի փորձը։ Ինչպես եւ ինչու Արարատ Միրզոյանի Եվրամիությանը ուղղված նամակ-խնդրանքը իրականություն դարձավ։ Պետք է հստակեցվի, թե տվյալ դեպքում ՌԴ-ի ինչպիսի միջամտության մասին է խոսքը, որից խուսափելու կամ դեմը առնելու համար հատուկ հրավիրվում են մշտական քաղաքացիական առաքելություն իրականացնող հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Փորձագետների մի մասը այս գործընթացը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության հերթական դրվագ։ Նրանց գնահատմամբ Արևմուտքը փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել այն երկրներում, որտեղ տեսնում է մրցակցություն Ռուսաստանի հետ։ Արևմուտքը ցանկացած տեղ, որտեղ տեսնում է հակառուսականություն, միանգամից դա փորձում է որակել որպես հիբրիդային պատերազմի այսպես գործիք եւ պաշտպանում է հակառակ կողմին։ Եվրամիությունը առաջնորդվում է Մոլդովայի հաջողված սցենարի օրինակով, ըստ որի պետք է այսպես ասած պայմանական ժողովրդավարությունը հաղթի հետադիմական ուժերին։ Այն նույն սցենարը մոտավորապես ես կարծում եմ, որ փորձ է արվելու այստեղ կրկնել, եթե հիպոթետիկ որևէ ուժ, որը պիտակավորվել է որպես պրոռուսական ուժ կամ Ռուսաստանի շահերը պաշտպանող ուժ, հանկարծ մոտ լինի հաղթանակին, նա միանգամից կպիտակավորվի որպես հիբրիդային պատերազմի մասնակից եւ մենք կտեսնենք այլ գործողությունները։ Միևնույն ժամանակ հնչում են նաև մտահոգություններ։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը մասնավորապես խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանը դիտարկվում է որպես կիբերհարձակումների եւ տեղեկատվական պատերազմի աղբյուր, իսկ դրանց հակազդելու գործառույթը փոխանցվում է արտաքին դերակատարների։ Նրա գնահատմամբ հարցեր է առաջացնում նաև Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության երկարաժամկետ ներկայությունը։ Ստացվում է իմ մոտ տպավորություն եւ ոչ միայն իմ մոտ, որ դա ինձի մի կառույց է, կցված օրինակ Եվրոպական հանձնաժողովին, Հայաստանում Եվրոպական միության ներկայացությանը,
որը որ բոլոր խորհրդարանական կամ ոչ միայն խորհրդարանական ընտրությունների նման առաքելություն է ստանձնելու։ Այսինքն մշտական բնույթ կրող է։ Եվ այստեղ էլ են գալիս այն մտահոգությանը, որ գուցե իրոք մեր իշխանությունները չեն կարող հավուր պատշաճի իրականացնել նման առաքելություն։ Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով Հայաստանի Հանրապետության իշխանության բնորոշած հիբրիդային պատերազմը երևակայական է այն իմաստով, որ հիբրիդային բառն ինքնին ենթադրում է թշնամական գործողություններ, սակայն Հայաստանը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանը դաշնակցային պետություններ են։ Եթե սա դիտարկում ենք հայ-ռուսական հարաբերությունների առանցքում, այստեղ կան հակասություններ։ Եթե սա դիտարկում ենք ներքին քաղաքականության համատեքստում, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է դառնում։ Նրա գնահատմամբ հակառուսական հռետորաբանությունը կարող է ունենալ նաև ներքաղաքական նպատակներ, հասարակության մոբիլիզացիա եւ քաղաքական դիրքերի ամրապնդում։ Դա ամենակարևորը դերևս ոչ միայն արևմուտքի հետ հարաբերություններն են, այլև ներքին քաղաքականության մեջ ճշտամու կերպարի ստեղծումը։ Ավտորիտարացվող հասարակություններում կամ ավտորիտարացվող ռեժիմների համար կարևորագույն էլեմենտներից մեկը իշխանության պահպանման դա արտաքին կամ ներքին ճշտամու կերպարի առկայությունն է, որի շուրջ կարելի է համախմբել կամ մոբիլիզացնել հասարակությանը։ Իսկ ինչ գին կարող են ունենալ նման գործընթացները Հայաստանի համար։ Եթե ինչ-որ մեր պետություն, ինչ-որ մի կառույց քո երկրին տալիս է ֆինանս, դա արդեն իսկ իր մեջ ենթադրում է նաև պարտավորություններ։ Հիմա այդ պարտավորությունների մասին հայկական կողմը չի բարձրաձայնում։ Փորձագետների գնահատմամբ ռուսական կողմը հետևում է զարգացումներին, սակայն առայժմ չի գնում կտրուկ քայլերի։ Դեռևս վարում է ռազմավարական սպասման քաղաքականություն։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտարարություն է տարածել ընտանիքի միջոցով։ Արցախի նախկին պետնախարարը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ եւ չի նշանակում, թե հրաժարվում է պաշտպանությունից։ Հայտարարել է ընտանիքն ու շեշտել, որ այս կերպ Վարդանյանը չի ուզում լեգիտիմացնել այն գործընթացը, որն ի սկզբանե կապ չի ունեցել արդարադատության հետ։ Բողոքարկումը իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ եւ առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող եւս մեկ գործիքի։ Այս պայմանում վերադասատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչ բնավ այդպես չէ։ Մենք կշարունակենք պայքարել արդարադատության համար, միջազգային իրավական մեխանիզմների եւ միջազգային այլ ատյանների միջոցով։ Անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատականության իրավունքը։ Մինչ Բաքվում մեր հայրենակիցները փորձում են իրենց իրավունքները պաշտպանել միջազգային մեխանիզմներով, պարզվում է, որ արդարադատության նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ փուլում է սիրիացի վարձկանների վերաբերյալ գործի քննությունը։ Սպուտնիկ Արմենիայի հարցին ի պատասխան նախարարությունը հայտնել է, որ վարձկաններին Դամասկոսին հանձնելուց հետո պատժի վերաբերյալ հարցերը գտնվում են Սիրիայի իշխանության իրավասության ներքո։ Հիշեցնեմ, որ հունվարի 14-ին Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է հանձնել ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեդ Ալ-Հաջին։ Իսկ Բաքվի տրակտորը կանգ չի առնում։ Օկուպացված Արցախում փետրվարի 4-ից հետո արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և ոչնչացման նոր դեպքեր։ Մասնավորապես Արցախի Մարտունիում գտնվող հուշահամալիրը նվիրված հայրենական մեծ պատերազմի և Արցախի ազատամարտի նահատակների հիշատակին։ Օրերս ադրբեջանական սոցիալական հարթակներում տարածվեց տեսանյութ, որը նկարահանված է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Տեսանյութում հստակ երևում է, որ ավերված է Արցախյան պատերազմում զոհվածների գերեզմանոցը։ Գերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը խափանումներ կառաջացնի գնացքների, տրամվայների և ավտոբուսների աշխատանքում։ Գործադուլի պատճառը ոլորտի աշխատակիցների աշխատավարձի և աշխատանքային պայմանների վերաբերյալ բանակցությունների դադարեցումն է։
Գերմանիայում բացվել է Ուկրաինայից դուրս ուկրաինական պատերազմին նվիրված առաջին թանգարանը։ Բերլինի կենտրոնում բացված թանգարանում ցուցադրված են անօթաչուների և հրթիռների բեկորներ։ Ցուցահանդեսը բացվել է փետրվարի 24-ին Բերլինի պատմության բունկերում, նացիստական նախկին ռազմական ապաստարանում, որտեղ այժմ իրականացվում են պատմական ցուցադրություններ։ Եվ վերջում, ինչն է կյանքը դարձնում իսկապես իմաստալից։ Պարզվում է ոչ հարստությունը, ոչ հաջողությունը և ոչ էլ ֆիզիկական լավ վիճակը։ Լիարժեք կյանքի գաղտնիքը մեր հարաբերությունների որակն է։ Հուզական աջակցությունը և սոցիալական կապերն ազդում են ոչ միայն մեր տրամադրության, այլև ուղեղի գործունեության, ֆիզիկական առողջության և նույնիսկ կյանքի տևողության վրա։ Հարվարդի ավելի քան 80 տարի տևած ուսումնասիրությունը պարզել է, որ ուժեղ և դրական սոցիալական կապերը երջանկության և առողջության համար ամենահզոր գործոնն են ծերանալու ընթացքում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի առավոտյան ժամի 9-ին, մինչև վաղը, բարի գիշեր։